Նպատակ ունեմ ապացուցել բոլորին, որ եթե չես տեսնում, դա չի նշանակում, որ դու պետք է չերգես, պետք է չնվագես, պետք է, չգիտեմ, ինչ-որտեղ չսովորես, ուզում եմ լինել ինքնուրույն։ Շպտադեմ Տայիսան իր հույզերը փոխանցում է երգի միջոցով։ Խնդիր չի չտեսնելը։ Չտեսնելը խնդիր չի, դու կարող ես նույնիսկ չտեսնող լինես դառնաս լեզվաբան, կարող ես դառնալ ուսուցիչ, մենք շատ ուսուցիչներ ունենք, ովքեր չեն տեսնում ու շատ լավ են դասավանդում։ Լույսը մեր ներսում է խորագրով միջոցառումը համախմբել է Երևանի Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների համար 14 հատուկ դպրոցի ուսուցիչներին եւ աշակերտներին։ Երգ, պար, ասմունք բեմը նրանցն է։ Լույսը մեր ներսում է, դա ազդարարում է մանկավարժների, ուսուցիչների, դաստիարակների եւ այն անձանց ջատագովների, ովքեր ներառված են այս երեխաների կրթության եւ դաստիարակությամբ։ Մենք միտքը նրանում է, որ մենք փորձում ենք բացահայտել բոլոր խոչընդոտները դրանք հաղթահարելու համար եւ ամենակարևորը իրազեկել կրթության, բովանդակության եւ նրա կարեւորության մասին։ Այսպիսի միջոցառումները կարևոր են այն առումով, որ խնդիրներ ունեցող մարդկանց այդ խնդիրները որոշակի ձևով վեր է հանվում եւ հասարակությունը ավելի լավ է պատկերացնում այդ ամենի մասին։ Հիմա չտեսնող մարդիկ բարեբախտաբար բավականին մեծ հնարավորություններ ունեն մեր այս տեխնիկայի զարգացման դարում։ Դպրոցում ներառյալ նախակրթարանում սովորում է տեսողության տարբեր աստիճանի խանգարումներ ունեցող 6 տասնյակ երեխա։ Ստեղծված են հատուկ պայմաններ, որոնք նախատեսված են հենց չտեսնող անձանց համար, բրայլյան համակարգի գրագրությամբ եւ լրացուցիչ աջակցող տեխնոլոգիաներով, որոնք անընդհատ զարգացման գործընթացում են։ Չենք տեսնում արևը, բայց զգում ենք նրա տաքությունը, ասում են երեխաները, նույնչափ կարևորելով շրջապատի փոխանցած սերն ու ջերմությունը։ Նարէ Ոսկանյան, Հովհաննես Քյոսեյան, լուրեր։